Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք հասարակական գործիչ Տաթև Վիրաբյանին, նրա հետ խոսելու ենք Հայաստանում գտնվող քաղբանտարկյալներից եւ գիտենք, որ Տաթևը նույնպես քաղբանտարկյալ է եղել։ Բարև ձեզ Տաթև։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, ոտքս խերով լինի ձեր տաղավար։ Քաղբանտարկյալների թեմաներից ես միշտ ասում եմ եւ իմ հարթակում եւ բազմաթիվ հարցազրույցներում, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալները վաղուց, արդեն շատ վաղուց սեզոնային են։ Գալիս է քաղբանտարկյալների բացվում է սեզոն եւ կապ չունի ինչ հոդվածով, ինչ գործով, ինչ գործունեությամբ լինում են բանտերը լցվում են քաղբանտարկյալներով եւ կարծես թե իշխանությունների արչեւ դրված է մի պլան, որ այսինչ ամսում, այսինչ սեզոնին պետք է լինեն անպայման քաղբանտարկյալներ եւ այդ քաղբանտարկյալները լինում են եւ այսպես ասած արդեն դարձել է ընդդիմախոսների շարքում բախտի բան, թե ում բախտը չի բերի, առավոտը ում համար լավ չի լինի եւ նրանք կհայտնվեն նիկոլիզմի, Նիկոլի ընտանիքի թիրախում եւ կհայտնվեն բանտում։ Այդ փաստերը մենք արդեն բազմիցս ակնառու են եւ ականատես ենք եղել, իմ դեպքը, Նարեկ Սամսոնյանի դեպքը, Վազգեն Սաղաթելյանի դեպքը, Նարեկ Մալյանի դեպքը, այսօր ունենք կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը, սրբազանների դեպքերը, էլ հաշիվ ու հաշվարկ չկա, թե այս տարիների 2018 թվականից ի վեր քանի քաղբանտարկյալ է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ եթե հետ դառնանք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության սկիզբ, Հայաստանի երրորդ հանրապետությունը, հանրապետության պատմության մեջ այսքան քաղբանտարկյալ երբևէ չի եղել, քաղհալածյալ, քաղբանտարկյալ չի եղել, ինչ լինում է վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում։ Թե ինչու է այս ամենը լինում, պետք է հասկանանք, որ իշխանությունները այս ամեն ինչը անում են նախ առաջինը վախի մթնոլորտ սերմանելու համար։ Այն մարդիկ, ովքեր կհամարձակվեն դեմ գնալ իշխանություններին, կհամարձակվեն որևէ դեմ կարծիք հայտնել իշխանությունների, կապ չունի, որ նրանք հանձնել են մեր հայրենիքը, կապ չունի, որ նրանք հանձնել են Արցախը, եւ որևէ մեկը կհամարձակվի ասել, որ մենք ուզում ենք ունենալ հայրենիք, նրանք անպայման կամ կհայտնվեն բանտում, կամ կենթարկվեն բազմաթիվ ոտնձգությունների, կամ կմահանան եւ ավելի վատթարագույն դեպքը կամ բանտում կմահանան, Արմեն Գրիգորյանի դեպքը մեզ վկա։ Ես շեշտադրված ուզում եմ խոսել Լիդիա Մանթաշյանի մասին, տևական ժամանակ նա գտնվում է լինելով կին, գտնվում է բանտում եւ կրում է պատիժ։ Լիդիա Մանթաշյանը ոչ թե բանտում գտնվելով կրում է խափանման միջոց, Լիդիա Մանթաշյանի ոչ թե հանցանք է գործել, այլ Լիդիա Մանթաշյանին պատժում են, որովհետև ուզում է հայրենիք ունենալ։ Ինչպես որ ես եմ ուզում հայրենիք ունենալ եւ դրա արդյունքում հայտնվել էի բանտում։ Ես նաև ուզում եմ այն կառույցների մասին խոսել, մարդու իրավունքների պաշտպան, կանանց իրավունքների պաշտպան, երեխաների իրավունքների պաշտպանության գրասենյակներ են, պետությունից փողեր են գնում, սրանից նրանից փողեր են, գրանտներ են լափում, զղկտվում, գրասենյակներում իրենց տեղերը նստած պուպուշլամի շելած սառոճկաներով նստում են ու մեծ որ թողնես նրանց զեկույցներում չգիտեմ ինչեր կարող է գրված լինի, թե ոնց է պաշտպանվում Հայաստանի Հանրապետությունում կանանց իրավունքները, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք։ Այսօր որևէ մեկը ձայն հանել է արդյոք այդ կառույցներից, այդ կազմակերպություններից, մեկը ծպտունը հանել է, թե ինչի համար է Լիդիան բանտում։ Գոնե այս հարցով հետաքրքրվել են։ Նայեք, օրինակ ժամանակին, որ քաղաքական ինչ-որ ենթատեքստով մինչև 18 թվականը մարդկանց բանտարկում էին, ինչ-որ քաղաքական ենթատեքստ կար կամ քաղաքական գործիչ էր, բոլոր եվրոպական կառույցները, Եվրոպայի նաև ներկայացուցիչները Հայաստանում գրանտակեր կազմակերպություններ
գործողությունները արևմտյան առավոտից երեկո խոսում էին դրա մասին անգամ մարտի 1-ի գործով, երբ որ Նիկոլ Փաշինյանն էր դատապարտված, բոլոր դատական նիստերի եվրոպական ներկայացուցիչները ներկա էին գտնվում այդ նիստերին, այժմ խի չի արվում, այսինքն այդ մարդու իրավունքները ազատ խոսքի հետ կապված ներկա իրավիճակում չկա, ինչու չկա ձեր կարծիքով։ Հայաստանի Հանրապետությունը նաև այս մասով ասեմ, ազատ խոսքը այսքան բռնազավթված ու պատանդի կարգավիճակում դեռևս երբևէ չի գտնվել։ Այսօր մարդու ազատ խոսքը պատանդավորված է, պատանդի կարգավիճակում է գտնվում եւ նրանք են ֆիզիկապես պատանդ գտնվում եւ նրանց խոսքն է պատանդ գտնվում եւ այդ կառույցներին ես քիչ առաջ անդրադարձա, այո, այն ժամանակ իրենց շահն էր հետապնդում, այն ժամանակ պետք էր որ արևմտամետ իշխանություն լիներ եւ նրանց շահերը պաշտպանում էին, այստեղ լրիվ կողմնապահ իրավիճակ է, հիմա փաստորեն նրանց շահից չի բխվում եւ որևէ դեմոկրատիա, ժողովրդավարություն, չգիտեմ, այդպիսի բարձր խոսքերը այդ կառույցների համար չեն եւ առավել եւս այդ իրենց դրածոների համար չեն։ Հայաստանի Հանրապետությունում չկա ազատ խոսքի իրավունք, փաստը այն է, որ բանտերը լցված են քաղբանտարկյալներով, Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը բռնազավթված է, Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդավարություն եւ երբ որ վեր են կենում բարձր ամբիոններից, ինչ որ ներկայացուցիչներ են գալի, այստեղ էլ սրանք բերանը բաց փրփուրը բերաններին գոռում են ժողովրդավարություն, որևէ մի կառույց այդ Եվրոպաները, այդ բարձր ամբիոնները, որևէ կառույց զեկույց ուղարկել է, որ սիրելիներս, դուք իրավունք չունեք ժողովրդավարությունից խոսակ, Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի այսքան քաղբանտարկյալ։ Եկեք վերցնենք կոնկրետ իմ դեպքը։ Ինձ բանտարկել էին մեկ այլ հոդվածով, ես բանտից դուրս եմ եկել, հոդվածը փոխվել է խուլիգանություն, սկզբից դա ծանր մեղքի մեջ ինձ մեղադրել է, որի համար ես անց եմ կացրել բանտում 2 ամիս զանգվածային անկարգությունների մասնակցություն, դեռևս չապացույցված, որ զանգվածային անկարգություններ միջև առ այսօր դեռ փորձում են ապացուցել այդ տեղում կառավարության շենքի դիմաց եղել է զանգվածային անկարգություններ թե ոչ, բայց մարդը անց է կացնում բանտում։ Ինչի համար։ Եվ վերջապես Հայաստանի Հանրապետությունը բավականին մեծ գումարներ է ծախսում խափանման միջոցներ, օրինակ պրոբացիայի ծառայություն, սարքավորումներ, վերահսկողություն եւ այլն։ Խափանման միջոցները ավելի մեղմացուցիչ հանգամանքներում մարդկանց անցկացնելու է։ Ինչ է արել Լիդիան, մարդա սպանել։ Այն մարդասպանների, որ սպանության մի քանի դեպք մեր աչքի առաջ տեղի է ունեցել, որից մեկը երեխայի մահվան ելք է եղել եւ մեղադրյալին ձերբակալել են, տեսել եք ոնց էին այդ մեղադրյալին, գլուխները կախ, քնչական քննիչները, ինչ որ գլուխները կախ, քնչական գործողություններ էին անում, բա ինչի մասկաներով չէին տանում այդ մարդուն, ինչի մասկաներով չէին ձերբակալում։ Կամ երեխա էր կորչել, մի քանի օր ման էին գալի, որից մի քանի օրը գտան մահացած։ Բա ինչ էին անում։ Մի դիմադիր հանկարծ ու հանկարծ մի ձայն հաներ, չգիտեմ, ինչ հաներ, շատ ուշադիր լսում են ընդդիմադիրների եթերները, քննչական կոմիտեի ներկայացուցիչները, միանգամից քրեական վարույթ են սկսում, միանգամից ձերբակալման որոշում են կայացնում, մասկաներով դիմակավորված, ոնց որ մի տերորիստի տուն են, վայ, ծափահարեք, տերորիստ են գտել, հանցագործ են գտել, մտնում են տուն ձերբակալում, բայց այդ հանցագործությունները, որ կատարվում է մեղադրյալներին, ինչի համար այդ նույն ոգևորությամբ չեն ձերբակալում, որ մյուս հանցանք փորձող կատարողը, որ հանկարծ ու հանկարծ փորձի սպանություն անել, սպանություն, մարդու կյանք խլել, երեխայի կյանք խլել, հասկանա իր հետ ինչա կատարվելու։ Ոչ թե ընդհակառակը սիրուն, սես գեղեցիկ, ինտիլիգենտ ձևով գնան, տանից հանեն, քնչական գործողություններ անել։ Աթեփ խոսեցինք քաղբանտարկյալների թեմայից, նաև խոսենք վերջերս քաղաքասարակության ներկայացուցիչների այցի մասին, որոնք Ադրբեջան էին գնացել եւ ինչ որ ճակերտավոր ուրախությամբ էին եկել այստեղ պատմում, անգամ այսօր ազգային ժողովում Ալեն Սիմոնյանն ասաց, որ պատրաստվում է նաև ինքը գնալ ինչ որ ժամանակ հետո
Ալեն Սիմոնյանին այստեղից սկսեմ, վերջից սկսեմ, հետո այնտեղ Ալեն Սիմոնյանին առաջարկում եմ, հորդորում եմ, մենակ ինքը չգնա։ Իր ընտանիքին, այն թքող մայրիկին, Նիկոլին, Աննային, ով կա, Թորոսյան Արսենին, Ավինյան Տիկոին, այնտեղ այն Ռուբինյանին, այն Հասմիկին, որը իրանից ոչի բան չեն ներկայացնում, Լուլուին կարա, բայց տանի այնտեղից ճանապարհի Թուրքիա, որ նստի թուրքական սերիալներ նայի, բոլորին հավաքի, գնան Ադրբեջան, այնտեղ իրանց ապրեն, Թուրքի հետ ապրեն, հասկանան ինչա Թուրքի հետ ապրելը, չնայած նրանք մեծ հաճույքով եք ապրեն, նավակ ճոճողինը չմոռանան, վաղեմի երազանքա ուզում է գնա Ադրբեջան, բայց մինչև հիմա հələ չի գնացել։ Առաջարկում եմ այդպես անեն ու այս երկիրը ազատեն իրանց տհաճ ներկայությունից։ Ինչ մնում է այդ պատվիրակությանը, որ գնացել են, ես տեսա այդ նկարը Ադրբեջանի ներկայացուցիչի հետ կանգնած Կնայեք, ես ուրիշ ձև չեմ կարում էլի արտահայտվեմ իրանց մասով, ռեխները բաց նկարվել էին ու հրապարակել, այդ նույն ռեխները բաց գնում են եռաբլուր ու ինչ որ հասարակությանը ներկայացնում են, որ իրանք ցավ են ապրում այդ ամեն ինչի մասին, բա որ դուք պիտի գնայիք Ադրբեջան, բա որ դուք պիտի գնայիք տենց ժպիտը դեմքների Ադրբեջանի ներկայացուցիչի, մեզ մորթողների, մեզանից զավթողների, մեր հայրենիքը մեզանից խլողների եւ դեռ պատրաստական լինելու խլելու ազգի պետության ներկայացուցիչ ազգել չեմ ուզում այդ պետությանը կոչեմ, որը բախտի բերմամբ թե պատահմամբ պետություն ունեն եւ զարգացել են, այդ մարդկանց հետ գնում են նկարվում են, ինչ են ուզում ասեն։ Այս հասարակության մի մասն է մեղավոր, որ դեռևս նրանց չի դուրս շպրտում այս աթոռներից ու այս հասարակության մի մասն է մեղավոր, որ դեռևս Հայաստանի Հանրապետությունում մայրաքաղաքի կենտրոնում կառավարության շենքը դարձել է Ադրբեջանի շահերի դեսպան, Ադրբեջանի շահերը սպասարկող դեսպանություն եւ այդտեղ աշխատողները, ծառայողները, ծառայակիցները, այդ տարերը միայն ծառայում են Ադրբեջանի Հանրապետությունը, այնտեղ նրանց կատարած այցելությունները կենթանի վկա, նրանց դեմքի արտահայտությունները եւ մեծ ողջավորվածությունները այստեղ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի Երևանում կենթանի վկա, Բաժը դեռ երկար ժամանակ չի անցել է 5 տարի է անցել, որ նույն այդ որտեղ որ գնացել եք հանգիստ միջավայրում բերաններդ բացել եք, այդ մարդիկ ռումբեր էին ուղարկում խաղաղ բնակչության վրա։ Երեխաներ ունենք, չեմ պատերազմի իհարկե մի կողմ դնելու չի դա։ Բա խաղաղ բնակչության հարց չտվեցիք, որ Եղբայր, ձեր պատճառով մեր սիրելի եղբայրներ, ձեր պատճառով գիտեք, որ երեխաներ են զոհվել Արցախում։ Ձեր պատճառով երեխաներ, մանկահասակ երեխա է զոհվել, վիրավորվել։ Բա չհիշացրեցիք այդ ում հետ կանգնել էիք, բերաններդ բաց ծիծաղում էիք, իրան հիշացրեցիք, որ 16 թվականին մտել էին տուն, խաղաղ բնակչության վրա, Ականաբերդ գյուղում, ծերեր էին սպանել, խոշտանգել, ականջ կտրել, հարցրեցիք այդ մասին։ Իսկ հարցրեցիք այդ ձեր որտեղ ում հետ որ նկարվել եք, ինչի համար էին գլխատում հայ զինվորներն ու գլուխը տշում ես կողմ են կողմ։ Հա, հարցրեցիք։ Բա ինչ ասենք ես իրանց։ Այս ամեն ինչը դրանից հետո գալ էստեղ լուրջ ողջավորվածությամբ խաղաղությունը փաթաթել ժողովրդի վզին, հրամցնել որպես խաղաղ ապրելու մեծ ճիքեր ու տալ ժողովրդին որպես այն բանից Ադրբեջանով եկող 4 սորտի ցորենից ավելի վատ կերակուր կերցնել ժողովրդին։ Նրանց գործողությունները էս են, այս տարերը էդ են կերցնում։ Խաղաղության պիտակի ներքո իրանց այդ Ադրբեջանի հետ քիրվայությունն են հրամցնելու Ալենի այդ տաշի տուշիներն են Ադրբեջան գնալու մեծ ողջավորվածությունն են հրամցնելու խաղաղության պիտակի ներքո, բայց մի բան պիտի հասկանանք, դուք եք որ այդ խաղաղություն եք ստեղ սենց տրծնում կներեք, բա մի քանի օր առաջ Ալիևը ասում էր ինչ Սևան, Գյոլչայա, Սևանը մերն է,
Հա, այդ հարցերը տվել եք, այդ հարցերի պատասխանները տվել են ժողովրդին Ալիևը ինչ էր ասում, վերջապես դուք գնացել եք Ադրբեջան, հարցեր տալու, որ խաղաղությունը որ կետից պետք է սկսեք։ Այ այդ որտեղ որ նկարվել են, որտեղ որ հաց են զղտկվել, որտեղ որ քնել են, դրանից կիլոմետր էլ են մետր կամ կիլոմետր են կողմ, գիտեք ինչ ա եղել։ Հայ ռազմագերիներ են խոշտանգե։ Հայ ռազմագերիներ են դատել, ցմա։ Գիտեք ինչի համար։ Ովքեր որ երկար տարիներ պահել են այն հողը, տեր են հայտարարել են, որ տերն են այդ հողի, որը որ Հայաստանի սահման է եղել, որը որ այսօր կրկնակի երրակի անգամ կրճատվել է Հայաստանի Հանրապետության սահմանը ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը խեղաթյուրվել է։ Այդ մարդկանց ընդեղ հիմա ցմահ դատապարտել են։ Ու այսենց այդ մետրներ են կողմ, նրանք բերանները բաց հաց են լափ է, կանգնել են նկարվել, դրանից հետո էլ իրանցից դավոլնի եկել են Հայաստան, ասում են, բա մենք էս ինչ արեցիք։ Դուք ինչ արեցիք։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր գտնվում է Բաքվում, Բանտում, այսօր իշխանությունները ոչինչ չեն անում նրանց ազատ արձակելու միջազգային կառույցներին, ընդհանրապես չեն խոսում նրանց մասին։ Պատճառը ինչու՞ն է։ Վերջը վերջո նրանք էլ են հայեր, ովքեր գտնվում են Բաքվի, Բանտում ու խաղաղության պայմանագրի դեպքում պետք է հենց առաջինը ռազմագերիները վերադառնան հայրենիք, բայց չի իրականանում դա ու ընդհանրապես չի խոսում դրա մասին։ Վերջի վերջո չէ, հենց նրանք են հայեր եւ բնականաբար եթե նրանք հայ են եւ իրենց կյանքի տարիների գործունեությունը եղել է ի նպաստ հայրենիքի ու ի նպաստ հայրենիքի անվտանգության խնդիրները լուծելու եւ ի նպաստ հայրենիքի սահմանների պահպանման, դրա համար նրանք հիմա գտնվում են Բաքվի բանտում։ Դրա համար նրանք հիմա ցմա դատապարտվել են եւ ինչպես այս տարիների ընթացքում տեսել ենք, որ մեծ ոգևորություն եւ ջանասիրություն չի գործադրել, բացարձակապես ոչինչ չի գործադրել օրվա իշխանությունները նրանց ազատության համար, առավել եւս ասելա, սուս մնացեք, դա կխանգարի Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը եւ պետք չէ բարձրաձայնել շարունակաբար ռազմագերիների թեմաները, դրանից մի եւ սա իմ կարծիքն է եւ այս ամեն ինչից պատկերացում կազմելով, ինչի պիտի նրանք շահագրգիռ կողմ լինեն ռազմագերիների ազատվելուն, եթե նրանք ինքները իրենցով նպաստել են, որ նրանք այսօր հայտնվեն Բաքվի բանտում։ Ոչինչ չանելով, Արցախը հանձնելով, երբ որ ստորագրեցին, երբ որ վերջնականապես Արցախը հանձնեցին, նրանք քաջաբար գիտակցել են, քաջատեղյակ են եղել, որ այսինչ մարդկանցից հայտնվելու են Բաքվի ձեռքում, Բաքվի բանտերում։ Այսինքն երբ որ սահմանին թուրքն է եւ այդ սահմանը պիտի հատեն մարդիկ, որպիսի գան Հայաստանի Հանրապետություն, կամ պիտի այնտեղ մեռնեին, կամ պիտի գերեվարվեին, չէ՞։ Այդ որ մի գառանտիայով էին, ով էր իրանց երաշխավոր կանգնել, որ Արցախից ռազմագերիներ չեն լինելու։ Ով էր երաշխավոր կանգնել։ Այդ ով էր նրանց երաշխավոր կանգնել, այդ ով էր այդ երաշխավորության համար որևէ գործողություն կատարել 23 թվականի սեպտեմբերին, երբ որ մարդիկ գտնվում էին Խոջալույի օդանավակայանում, հասարակ քաղաքացիները։ Որևէ մեկը գիտեր այդտեղից քանի հոգի են ողջ գալու, քանի հոգի մահացած։ Որևէ մեկը պարզել է ինչի տեղի ունեցավ այդ պայթյունը ու ինչի այդքան զոհ եղավ։ Իսկ հիմա այստեղից հետևություն կարելի է անել, որ նրանք քաջատեղյակ են եղել, որ այսինչ մարդկանցից մարդիկ հայտնվելու են Բաքվի բանտում եւ նրանք այս իշխանությունների ձեռնարկությամբ չեն վերադառնալու Հայաստան։ Եվ ինչքան լինի այս իշխանությունները, որը հիմա Սևամպերակուտակվում, Սյունիքի վերևում, Տավուշի վերևում, նաև ունենալու են այդ տեղից բանտարկյալներ Բաքվում։
Եթե այսօր բոլոր մեր հարցերն ու խնդիրները թողած մարդիկ ընկնում են մարդկանց տներում թուրքաբար, մեկ թուրքն է Բաքվում բանտարկյալներ պահում, մեկ սրանք են այստեղ մասկաներով, չգիտեմ, ավազակախմբեր կազմած մտնում մարդկանց տներից առավոտ 7-ին, երբ որ կան մանկահասակ երեխաներ, օրինակ Նարեկ Սամսոնյանես տունը, երբ որ կան կանայք մտնում են ահաբեկելով մարդուն ձերբակալում են, ինչ սպասենք այս իշխանությունից, որևէ հայանպաստ գործունեություն են անելու, իհարկե ոչ, իհարկե սա նրանց սրտով է, այս ամեն ինչը արել են շատ վաղուց ծրագրված, ասել են Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց այսօր մենք Արցախից որևէ մի կտոր չունենք, ունենք մի հատ հուշարձան Եռաբլուրում, որտեղ գոնե մարդիկ կարող են գնան լացեն, ունենք այն տղաների շիրիմները Եռաբլուրում, ովքեր գնացին հանուն Արցախի եւ հանուն Հայաստանի պաշտպանության